Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, բարև ձեզ հզոր իմ հայ ազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, ես որ հաճախ իմ ելույթներում ասում էի, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պրոյեկտն է եւ այդ պրոյեկտով նա շարժվում է, թուրքերի վերադարձ, մյուսը, հաճախ ասում են, դե ինչ կապ ունի Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի հետ։ Ես չգիտեմ ինչ կապ ունի, բայց ես գիտեմ հստակ, որ նա արեց այն, ինչը ուզում էր աներ Սերժ Սարգսյանը, ուղղակի փափուկ ասեմ, ամանչեց, փափուկ եմ ասում։ Իսկ որպեսզի իմանաք ինչի մասին է խոսքը, դեռ 2014 թվականին խնդրեմ տեսեք ինչ է ասել Սերժ Սարգսյանը։ Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ եւ վստահ եմ, որ այդ օրը գալու է եւ ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ։ Սիրելի բարեկամներ, ընդամենը մնացել է 2 օր վճռական ընտրություն կատարելու, որի հետ կապված է մեր ապագան, մեր հայրենիքի հետագա կյանքը, ինչ է լինելու, ոնց է լինելու, ինչպես տեսնում եք, քաղաքական դաշտում տիրում է անկարգություն, կարամ ասեմ, անգամ չվախենամ այդ բառից, անբարոյական ելույթներ, վիրավորանքներ, ստորացնել մեկը մեկին, ինչ ասես ասում են, եւ ես վստահ եմ ասում, որ այդ մարդիկ այդ քայլին գնում են ոչ թե հայրենիքի խաթեր համար, ոչ թե հայ ազգի համար, այլ գնում են սեփական շահերը պաշտպանելու, սեփական հարստությունները պահպանելու, նորից հարստանալու ավելի շատ, եւ ժողովուրդը միշտ ինչպես եղել է կմնա իրեն տեղում, եթե չեկան հայկական ուժերը, եթե չեկան են մարդիկ, ովքեր ունեն ամեն ինչ, ունեն միայն մի նպատակ, երկիրը հանեն կրիզիսից։ Ինչու եմ այդպես սկսում այսօրվա իմ ելույթը, քանի որ երեկվա բանավեճը, որտեղ որ, սիրելի բարեկամներ, ապագա երկրի ղեկավարներն էին խոսում։ Ես ճիշտն ասած չգիտեմ այդ բառը ոնց ասեմ, որ ասում հոգիս սիրտս հովանա, կարճ ասեմ, շոկի մեջ եմ։ Ինչ են անում մեկը մեկին, ինչ են անում, ոնց են իրար ուտում, ոնց է տարբերվում նիկոլական թև, այդ Բևեր, Մևեր, այդ Շիրինյան, Միրինյան, Վազգեն, Սարգսյանի եղբայրը Արամբանը, դրանք մի թև են։ Այստեղ իրենց ավտոնոմ պահում են այն ուժերը, ովքեր հլը որ ինչ որ համաձայնության չեն եկել, այսինքն ուժեղ Հայաստան դաշինքը, Արման Թաթոյանը, եւ չգիտես ինչու, գիտեք ինձ ոնց որ երիտասարդ տարիներին ամեն դեպքում իմ կյանքում եղել էր թաղը թաղի վրա, որ գնում էինք երեխա ժամանակ կռիվ անելու կամ երիտասարդ տարիներին դպրոցի դեմ, այդ նույն տպավորությունն էր։ Մի երկու հատված տեսեք երեկվա իրենց այդ դեբատներից համար առաջինների, ինչպես ասում էին, տեսնենք, խնդրեմ։ Տղային կարքի Պարոն Փաշինյան մի միջամտեք, պարոն Թաթոյան ձեր միկրոֆոնը անջատած է։ Պարոն Կարապետյան։ Պարոն Սուրաբյան։ Տղուկ կարքի։ Պարոն Նիկոլ Փաշինյանի միկրոֆոնը անջատեք երկուսինը։ Մի րոպե։ Պարոն Փաշինյան չեղավ։ Պարոն Փաշինյան, չի կարելի։ Պարոն Փաշինյան, անջատեք Փաշինյանի ձայնը անջատեք։ Ես վարչապետի տեխնացու եմ։ Պարոն Մարուկյան, ոչ թե էս, այլ եք, հարգանքով։ Հարգանք ունեք։ Երիտասարդին թվում է Պարոն Մարուկյան, գնացեք Տեսնում եք, սիրելի հայրենակիցներ, Նիկոլ Փաշինյանը անգամ որ օրենքով նա այսօրվա դրությամբ պաշտոնակատար է վարչապետի, նա վարչապետ չէ, պաշտոնակատար է, քանի որ
ընտրություններից հետո նոր պարլամենտը կորոշի նա շարունակում է մնալ վարչապետ, եթե իրանք եղան մեծամասնություն, եթե չէ, ապա նա վարչապետ չէ, նա ընդհանրապես պաշտոնակատար է։ Բայց անգամ մի պահ պատկերացնելով, որ նա արդեն վարչապետ չէ, դուք տենում եք ինչ հիստերիայի մեջ է ընկնում։ Ես ուղղակի չգիտեմ ինչպես մեկնաբանեմ, չեմ եղել այդ աթոռում, բայց 1000%-ով համոզված եմ, ճանաչելով ինքս ինձ, որ ինձ ոչ մի աթոռ չի կարա փոխի։ Աթոռը էլի վարչապետ ես, հասկացանք, եթե դու ժողովրդավար ես, եթե դու ժողովրդի ծոցից դուրս եկած ես, ապա ինչ է եղել, ժողովրդի որոշումը ընդունում ենք բոլորս։ Ոչ մեկ իր հաճույքին չի գնա դեմ ժողովրդի։ Ես տենց եմ հասկանում, միգուցե սխալ եմ։ Վերջի խոսքը ազգինն է։ Իսկ այդ բոլորը, այդ որ կանգնած էին այնտեղ, քանի հոգի են, 13 հոգի են, 14 հոգի են, դե Բարգավաճ Հայաստանը չկար, Հայկ Մարությանը կեսից գնաց, էլի չեմ իմանում ով չկար։ Դուք բոլորդ, պարոնայք, դուք մենեջերներ եք եւ հայ ազգը հունիսի 7-ին 2026 թվականին կասի ձեզանից, որ մենեջերը պետք է ծառայի հայրենիքին եւ ինչի համար դուք ստանալու եք շատ բարձր աշխատավարձ։ Եթե ԿՊԱ-ականերով վեգալես, պարգևավճար, ավելավճար, դուք բոլորդ ապագա միլիոնատերեր եք։ Դրա համար եք իրար ուտում, մի կերեք իրար, ամոթա, աշխարհն է հետևում այս պահին, լրագրողները ամբողջ աշխարհից լծվել են, լուսաբանում են, համացանցեր մտնում ես, այս խայտարակությունը նայում ես, դուք չեք պատկերացնում, պարոնայք, որպեսզի չառանձնացնեմ ոչ մեկի, պարոնայք ապագա ղեկավարներ, պետության ոչ բարով ղեկավարներ, դուք չեք պատկերացնում, որ դուք ձեր այդ պահելաձևով դուք խաղում եք ազգի պատվի հետ։ Եթե դուք այս փոքր բաները չեք հասկանում եւ դուք ազգի արժանապատվությունը դնում եք, ցուցադրում եք իրական ձեր երեսը, չէ որ աշխարհը ճանաչում է ղեկավարով այդ ազգին, այս ինչ եք անում։ Բան ունեք ասելու 20 րոպե ընդմիջում էր, մի հատ իրար դնեիք, ուտեիք, գզեիք, քրքրեիք, այնպես քրքրեիք ես տենայի։ Հետո դրանից հետո գայիք նորից նորմալ կուլտուրական իրար հետ խոսայիք։ Մեկը որոշումը կայացնելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որոշումը կայացնելու է հայ ազգը։ Հետույքները ճղեք դրանից ոչ ավել կլինի, ոչ պակաս կլինի, մուֆտա ինչի եք իրար վիրավորում, ինչի եք իրար ուտում։ Օղորմածիկ տատս ասում էր դանակի վերքը լավանում է, բարի վերքը չի լավանում, ինչի եք անպատվում իրար։ Մենք չգիտենք հələ ինչեր ենք սպասելու, ինչա լինելու շրջանում, ինչ պատերազմներ կարող է լինեն Իրան, Ամերիկա, մենք ինչ կարգավիճակի մեջ ենք։ Հիմա ձեզանից յուրաքանչյուր Աստված չանի լինի պատերազմ։ Դուք վիրավորված լինեք, ինչ անեմ, թողեմ ձեզի դաշտում, ասեմ ես են կռիսներն էին, որ իրար էին ուտում։ Չէ որ մեր հայրն եք, եթե պատերազմի դաշտը պարտավոր եմ ձեզի դուրս հանելու։ Դա իմ պարտավորությունն է, ես լավություն չեմ անելու ձեզ։ Դրանով է ազգը միաբանվում։ Ինչ եք ուտում իրար, տնաշերներ, ամոթը, խայտարակ եղանք, պրծանք աշխարհով մեկ։ Սիրելի բարեկամներ, որպեսզի թեթև որ ասում է ռազրյադ լինի, կիսա հումորային ասեմ, մեր ամենայն հայոց վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի հետաքրքիր տեսահոլովակ եմ տեսել, ինքն է ասում, ես չեմ ասում, որ այս մարդը կյանքում չի եղել ժողովրդական, ժողովրդավար, ասեմ ինչու, հիմնավորեմ ու եւ ինչի եմ ասում, որ դա կիսա հումորային է։ Մենք բոլորս եղել ենք դպրոցականներ, դե բնական է, դպրոցական տարիները դա երջանիկ տարիներն են յուրաքանչյուր մարդու համար, եթե նա մարդ է։ Եվ դպրոցից դասերից փախնել կա, ասենք այնտեղ սուրպրիզներ մեկը մեկին, մանկավարժի դեմ նվերներ կամ ինչ-որ մի հատ սուրպրիզ, մի բան, ամեն ինչ ասես այդ տարիներում, դպրոցական տարիներում յուրաքանչյուրս արել ենք ամեն մարդ իր ձևով, բայց դասարանը միշտ եղել է համախմբված։ Դասարանը դա նույն ժողովուրդն է։
Եվ եթե մենք որոշում ենք, մենք փախնում ենք դասերից, ուրեմն փախնում ենք բոլորս։ Եվ եղել է ոչ մի անգամ, ասեմ ձեզ։ Բայց արեք տեսեք, որ մեր Նիկոլ Փաշինյանը, դու օին մարդ ես, Նիկոլ, իրոք օին ես։ Քո նման երկրորդը աշխարհում չկա եւ պետք է չի որ լինի, ասեմ, մի հատ հերիք է։ Նիկոլ Փաշինյանը միակ մարդն է, որ բոլոր ազգերին այսպես բավական է։ Մի հատ էր որ ծնվավ երկրագունդը կպայթի։ Հիմա տեսեք, որպեսի չասեն լկտի սուտա ինչ ասում եւ ինչ արել Նիկոլ Փաշինյանս։ Էս էլ հումորային։ Խնդրեմ։ Ես դասերից հիմնականում փախնելու տրադիցիա չենք ունեցել մենք, բայց եղել է մի դեպք, երբ որ ամբողջ դասարանը փախել է, ես փախնելը բոյկոտել եմ։ Դուք մնացել եք։ Այ ես մնացել եմ, դեմ եմ արտահայտվել դրան։ Եվ հետո հարվածներ ստացել եք դրանով։ Չէ, շատ լավ մտնոլորտ էր իմիջիալոց։ Չէ, դե հիմա բոլոր ամբողջ դասան փախել է, դուք չեք փախել։ Չէ, բայց դա էլ ռիտուալից, այնտեղ ինչ որ պատմություն կար, ենթատեքստ կար։ Տեսակ, Նիկոլ ջան, դասից խիչ ես փախել, ասեք երեխեքը սա գնացել են։ Է ժամանակվանից սաղի փուրը տալով մանես եկի, չէ։ Մալադեց։ Էսա, էս մարդը մանկուց եղել է սա։ Եվ ինչպես կասեր պապիկս հանգուցյալ, կարմիր կովը իրեն կաշին չի փոխում։ Սիրելի բարեկամներ, այսօր այս կանը, ձեր ցավը տանեմ, հզոր իմ հայ ազգ։ Եղեք բարի միմիած հանդեպ, եղեք ջերմ միմիած հանդեպ, սիրեք միմիանց, հարգեք միմիանց, օգնեք միմիանց։ Այս կյանքը այնքան կարճ է, որ հիմարություն անելու համար շատ խելք պետք չի, եւ վատություն անելու համար շատ ուղեղ պետք չի։ Արեք լավություն եւ գցեք ջուրը։ Կյանքի բումերանգը ոչ մեկ չի արգել է։ Լավ եղեք։ Հունիսի 7-ին 2026 թվականին, սիրելի բարեկամներ, լուրջ մտածեք եւ լսեք ձեր սիրտը, ձեր գաղափարը եւ ձեր ներքին ձայնը եւ արեք ձեր ճիշտ ընտրությունը։ Այս կանը կարող եմ ձեզ ասել, ցանկանում եմ բոլորիդ քաջ առողջություն, խաղաղ երկինք եւ ամեն ինչ լինելու է գերազանց։ Վաղը լռության օր է, ես չեմ կարող ձեզ դիմել, ձեզ հետ խոսել ինչ-որ մի տեսանյութաներ, դա օրենքը մնում է օրենք, օրենքը չի կարելի խախտել անկախ նրանից, թե ով է վարչապետը։ Կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայկական սփյուռքս, կեցցե ջավախքը հայությունս, կեցցե Արցախը հայությունս, կեցցե առաքելական Սուրբ եկեղեցին հայոց, կեցցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, հիշեք հայկական Արցախը, կեցցե մեր Սուրբ Մասիս լեռը, կեցցե մեր Սևանը, կեցցե մեր ավակ քույրեր եւ եղբայրները, մեր տարեց մարդիկ, կոնե մեր տարեց մարդկանցից ամանչեք, ինչպես դուք եք անվանում տատիկները եւ պապիկները, ամոթը մարդու համար է։ Ժողովուրդ ջան, լավ եղեք, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան, տեսություն։